Պարոն Կարապետյան, շնորհակալություն այս հնարավորության համար։ Ես ուշադրությամբ հետևում եմ ձեր քարոզարշավը ու նաև տեսնում եմ իշխանության նարատիվները։ Իշխանության հիմնական նարատիվները պտտվում են այդ պատերազմի խաղաղության շուրջ ու այս հարցի մասին ձեզ մի քանի անգամ տվել են, դուք կարճ պատասխան եք տվել, բայց մի քիչ ավելի լայն եթե հնարավոր է պատասխան տվեք։ Տեսեք, իշխանությունը ասում է մենք չկանք, մենք լինելու է պատերազմ։ Այսօր մինչև գալը կարծացի, որ իրենց ներկայացուցիչներից մեկը ասում էր, եթե մենք չենք վերընտրվում, անգամ թվեր են չեսնում 10,000 երեխա կսպանվի, կործանարար պատերազմ կլինի։ Այսինքն ակնհայտորեն հասարակության իրենք տալիս են այդ երկընտրանքը պատերազմ թե խաղաղություն։ Հիմա դուք ասում եք, եթե չի լինում Փաշինյանը, չի լինում նաև պատերազմ, հա։ Բացատրեք, խնդրում եմ, ինչպես է այդ գոնե կարճաժամկետ առումով, լավ, երկարաժամկետ առումով հասկանում եմ, ուժեղ տնտեսություն, չգիտեմ, երաշխավորված խաղաղություն, բայց գոնե կարճաժամկետ առումով ինչպես պիտի կարողանաք երաշխավորել, որպեսզի, ասենք, եթե Ադրբեջանը տեսնի օրինակ, որ իրենց համար այսպես ցանկալի իշխանությունը հեռանում է, չօգտվի այդ իրավիճակից ու այդ քաղաքական անցման շրջանից չօգտվի, եթե անշուշտ դուք հավաքեք ձայների մեծամասնություն կամ կոալիցիա։ Ընդհանրապես ում են ճնշում։ Ճնշում են քույլերին։ Դրանից է ամեն ինչ սկսվում։ Բոլոր պետություններն էլ միշտ հարձակվում են, երբ որ տեսնում են մյուս պետության ղեկավարը ճիշտ քաղաքականություն չի վարում, վախկոտ է, քույլ է, ոչինչի ընդունակ չի, ստախոս է։ Իսկ այս մարդը արդեն 3 անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող քաղաքական գործիչ է, որ ինքը վախկոտ է, ինքը ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, մնացած տեղերը ինքը ոչ մի ուժ չունի, բոլոր գերտերությունների հետ, գլխավոր դաշնակիցների հետ փչացրել է հարաբերությունները, ոչ մի տեղից աջակցության սպասելիք չունի, իսկ մենք կարող ենք մեզ թույլ տալ, որ մենք մենակ պետք է պայքարենք բոլորի դեմ, նա փոքրիկ ստախոս է, խաբում է բոլորին, խաբում է մեր ժողովրդին, մենք պետք է դա հասկանանք, արդեն ժամանակն է, որ ժողովուրդը դա հասկանա, նա բերում է չարիք մեր երկրի գլխին, 300,000 ադրբեջանցիներ է բերում մեր երկրի գլխին։ Ձեր թույլտությամբ երկրորդ հարցը եթե կարելի է, նախ առաջին ուղղակի այսպես ակնարկով ասեմ, որ այսօր առավոտյան հայտարարեց Փաշինյանը, որ ինքը երաշխավորում է, որ իր իշխանության օրոք որևիցե ադրբեջանցի չի գալու Հայաստան եւ չի ապրելու, սա այդ ձեր թեզային պատասխան։ Երկրորդ հանգամանքը որ կա, այդ հայտնի ինսայդերի հոդվածն էր, որտեղ ձեզ փաստացիորեն մեղադրում էին Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից լինելու մեջ ու հիմա սա դարձել է այլևս իշխանության նարատիվ, պատերազմի այսպես կոչված պատերազմի եռագլուխ կուսակցություն, ինչպես ասում է Փաշինյանը, վերածվել այլևս լրտեսական եռագլուխ կուսակցություն ու ասում են դե եթե մենք սխալ ենք կամ սուտ ենք, ինչու մեզ դատի չեն տալիս։ Հիմա պարոն Կարապետյան, ուզում եմ հասկանալ, ինչու դուք ի սկզբանե չհայտարարեցիք, որ դատի եմ տալու նմանատիպ հայտարարությունների համար։ Պատասխանեմ սկզբի մասին, որ ինքը երաշխավորում է, որ 300,000 ադրբեջանցի չեն գալու։ Ինչով է երաշխավորում։ Թող երթվի Ալիևի Ազիզ արևով, որ ինքը երաշխավորում է։ Նույնիսկ համաձայն եմ, թող Սաֆարովի Ազիզ արևով երթվի, որ ինքը երաշխավորում է։ Ինչով է երաշխավորում։ Ինքը երաշխավորեց Արցախին եւ տեսանք ինչ եղավ Արցախի հետ։ Դուք հիշում եք, գոռգոռաց Արցախի հրապարակում եւ հետո շատ համեստ ձևով հրաժարվեց Արցախից։ Վերջին տարիներին 20 թվականից հետո Հայաստանի իշխանությունները Հայաստանի թե Արցախի թե Հայաստանի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում։
իրենք ունեն շեֆ, շեֆը ինչ որոշում է, դա իրագործում է։ Իրենք կատարողներ են, իրենք գործիքներ են, մեր երկիրը, մեր պետությունը հայաթափելու գործիքներ են։ Երկրորդ մասը, հիշեցրեք հարցի։ Ինսայդերի հայտարարություն, երբ որ դուք Դե ես դրան չեմ էլ ուզում անդրադառնամ, ինչի համար, չնայած որ մեր փաստաբաները ամեն ինչ կանեն, բայց ինսայդերը ինչ է իրան, դուք լրագրողներ եք, դուք լավ հասկանում եք, հիմա կամ Փաշինյանը, կամ խմբակի ինչ-որ անդամ մի $1000 տվել են ինսայդերին, ինչ-որ բան ա գրել, հիմա բոլորս պետք է դրան լուրջ ընդունենք ու անդրադառնանք, ամենայն դեպս ես 35 տարի, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ֆեզբեշնիկ չեմ տեսել։ Դրա համար դա ինքան անլուրջ հարց է։ Ինչ? Ինձ համար շատ լավ է, եթե տեսած լինեի, հիմա իրենք կունենային ինչ-որ կադրեր հաստատ։ Իսկ դատի տալու պրոցեսը դա ինչ-որ Լատվիայում թե որտեղ ձևակերպած դեղին մամուլ է, որը որ ամեն օր այդպիսի հրապարակումներ է անում, իսկ քանի որ ինքը դեղին մամուլի ներկայացուցիչ է, բռնել է կոնտակտը։